ասում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյանը։ Ահա եւ մոտեցավ այս տարվա վերջը, այս վատ, չափից դուրս վատ տարվա վերջը։ Այս տարի իբր թե կոչվում էր օծի տարի, պիտի որ լավ լիներ բոլորի համար, սկսած ինձանից, բայց ինչպես տեսանք, վատ եղավ բոլորի համար։ Նամանավանդ այն հայերի, որոնք որ ապրում են Միացյալ Նահանգների տարածքում։ Բայց իջևից է, ահա եկավ այն վերջի րոպեները, որով որ մենք գրողիցոցն ենք ճանապարհում այս տարին եւ դիմավորում ենք 2026 թվականը, ձիու տարին։ Ձին խորհրդանշում է հաջողություն, բարություն, հավատարմություն, ազնվություն։ Բայց 2026 թվականի հունվարի 1-ից սկսած համայնք Թուրքի հայությունը պետք է ամեն օր, ամեն ամիս կոպեկ առ կոպեկ տնի մի կողմի վրա, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ամեն մեկը գտնվելով աշխարհի ցանկացած ծայրում տոմս գնի գա Հայաստան եւ քվեարկի հանուն Հայաստանի ապագայի։ Նեղություն կրի, չուտի, չխմի, մի փոքր քիչ ծախսի, բայց անի կուտակի հանուն Հայաստանի, ինչպես ծնված է ասել, քեզ համար Հայաստան։ Որովհետև 30 տարիների ընթացքում ով ոնց կարացել է, կթել է, թալանել է եւ կեղեքել է Հայաստանը։ Հիմա ժամանակն է եկել, որ մենք ուզենք մեր մայր Հայաստանը։ Մեր ակտիվությամբ, մեր ոչ անտարբերությամբ եւ հնարավորություն տանք Հայաստանին վերածնվելու։ Միմիայն նոր ուժով, ոչ նախկիններով, ոչ ներկաներով, նոր ուժով։ Հիմա կասեք նոր տարում այդ հարցը բարձրացնելու ժամանակը չի։ Բնավ, հենց ինչպես ասում են, կակռած դրա ժամանակն է։ Ես ուզում եմ, որ այս տարի մենք լինենք մի փոքր ավելի հարգանքով մեկս մյուսի նկատմամբ։ Մենք ունենանք հոգատարություն, որից որ զուրկ ենք։ Մեր աչքի առաջ մարդ են խփում, մեր աչքի առաջ երկիրն են թալանում, մեր աչքի առաջ ուրանում են հայ գրերը, հայոց պատմությունը, հայոց ցեղասպանությունը, հայ կրոնը, եւ մենք այս ամենը տանում ենք խորը անտարբերությամբ։ Հավատացնում եմ ձեզ անտարբերությունից ավելի ահավոր հանցագործություն, մեկ էլ անտարբերությունն է։ Անտարբերությունը ծնում է ամեն ինչ։ Չարիք, սպանություն, կոռուպցիա, ամեն ինչ։ Մենք իրավունք չունենք լինելու անտարբեր։ Մենք Ուկրաինայի նման անծայրացիվ պետություն չենք։ Մենք 350 միլիոնանոց ազգ չենք։ Մենք ընդամենը 3 միլիոն ենք մայր Հայաստանում, լավագույն դեպքում 7 միլիոն աշխարհով։ Ես ուզում եմ, որ այս տարի մեր ժողովուրդը լինի մաքսիմալ հայրենասեր, մաքսիմալ հոգատար, մաքսիմալ հյուրընկալ եւ մաքսիմալ հողով, ջրով, ցավով տառապող մարդ։ Ինչքան էլ որ մեզ 30 տարի ընթացքում փորձեցին շեղել մեր մայր Հայաստանից։ Սիրելի ժողովուրդ, ես կյանքում չէի կարող պատկերացնել, որ իմ ամանորյա օրերսը կուղեմ ձեզ ամերիկյան բանտից։ Ինձ այս ամերիկյան բանտը հնարավորություն տվեց ճանաչելու այս երկիրը ներսից, ավելի խորքից, ոչ մի գրականություն, ոչ մի հեռուստատեսություն, ոչ մի լրատվական չէր կարող ինձ այսքան մանրամասն բացատրել եւ ցույց տալ ինչպիսին է Միացյալ Նահանգները ներսից։ Դա ժամանակը մենք խոսենք նաեւ դրա մասին։ Բայց ինձ այս ամենը չկոտրեց, ինձ այս ամենը չհիասթափացրեց։ Ես հասկանում եմ ում համար եմ նստած եւ ինչի համար եմ նստած։ Նստած եմ քեզ համար Հայաստան։ Եվ ժամանակը գալու է, որ այս դռները բացելու են շատ շուտով։ Ինչքան էլ որ տարբեր մարդիկ կլինեն, տարբեր բաներ, ամբար, զամբար, ելույթ ունենան եւ հաճան։ Մի լսեք, ճանապարհեք գրողի ծոցը։ Օրինակ վերցրեք ինձանից։ Թքեք այդ մասկանց քիթուպենին եւ ճանապարհեք գրողի ծոցը։ Դրանք Հայաստանի լավը չեն ուզում։ Ինչևից է։ Մնաց մի քանի րոպե։ Սիրելի ժողովուրդ, ամուր կանգնեք իրար կողքին։ Մի լսեք ոչ ներկա ոչ նախկին, լսեք ինչի ասում ձեր հոգին, ինչի ասում ձեր սիրտը, ինչի ասում այն ինչ որ դուք տեսել եք այս 30 տարիների ընթացքում։ Եկան, թալանեցին, գնացին, մարսեցին։ Եկան, թալանեցին, գնացին, մարսեցին։ Եվ ոչ մեկը չբռնեց նրանց ձեռքը։ Ոչ մեկը հետ չբերեց թալանը։
տվեցին Արցախը, տվեցին 5000 սով, տվեցին Հայաստանից կտորտանքներ ու շարունակում են տալ։ Խոսում են հայ-թուրքական բարեկամությունից, մի բան, որը որ բացառվում է, 500 տարի փորձել են այս նույն սրանց նմանները կերտել հայ-թուրքական բարեկամություն եւ չի հաջողվել եւ չի հաջողվի։ Ասել են ազգեր կան, որոնք որ անհամատեղել են, ինչպես Արյունը Այդան հետ անհամատեղելի է։ Այդան մի խումբը մի այլ խմբի հետ։ Ինչ ուզում ես արա, անհամատեղելի են եւ վերջ։ Ես ձեր կողքին եմ։ Վարդան Ղուկասյանը կա եւ կլինի։ Վարդան Ղուկասյանին պատկցելով նրան ավելի գազազանցրեցին, ավելի հզորացրեցին, ավելի շինեցին մարտունակ եւ թող հիմա բռնվեն այն մարդիկ, որոնք որ այս ամենը նախագծել էին։ Ես պատժելու եմ ձեզ իմ թշնամիներ ստանալով հայ ժողովրդի քվեն, ու ես ստանալու եմ Ռուսաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Հնդկաստանից, Արգենտինայից ու աֆրիկական երկրներից հայերը գալու են եւ քվեարկելու են։ Սա լինելու է մեր վճռորոշ հերթական ավարայրի ճակատամարտը, որը այս անգամ կավարտի մեր հաղթանակով։ Ոչ թե բարոյական, այլ բարից բուդիմաստով հաղթանակով։ Վարդան Մամիկոնյանը տարավ բարոյական հաղթանակ, Վարդան Ղուկասյանը կտանի բարից ամենաբուն հաղթանակ։ Հարգելիներս, շնորհավորում եմ ձեր նոր տարին։ Ցանկանում եմ ձեզ առողջություն, հաջողություն եւ ամենակարևորը հայրենասիրություն։ Ինչ անում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Անում ենք մեր հայ ժողովրդի եւ այսպես քեզ համար Հայաստան։ Ամեն մի տառապանք կրելու ենք մեր Հայաստանի համար։ Սիրում եմ ձեզ, հարգում եմ ձեզ։ Շնորհավոր ձեզ նոր տարին եւ գալիք շուտ ծնունդ։ Հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։